Ախ այսպես էլ գիժամիս մարդու հանգիստ չի տալիս։ Էս մարտ ամիսը էշը կերելա պոչմը խռովել։ Միսաղ ամիս տրտկի տվեց, լավ եղանակնի արեց, ուրխծրեց, սաղ բնությունը փթեց, ծաղկեց, մեկ էլ վերջմը եկավ, շփեղեց, բուքուբորան արեց, զարնամանիք արեց։ Էս ֆրանսիացիք է, տեսեք ոնց են պայքարում գիժ մարդի դեմ, քանի որ ամբողջը ծաղկել ա ու մինուսները անում, բերել են ջուրը միացրել, սաղ գիշեր շատրվանները, ցայտախվորները ու սառեցնում են, ասում են սառույցի ներսում 0 աստիճան ա պահպանվում, իսկ սառույցից դուրս մինուս ա, -2, -3, դրա համար սառցնում են, որ չփչանա։ Բայց քանի որ ջրի խնդիր կա, ամբողջ դաշտերը չեն կարողանում միայն ջրով սառեցնել ու պաշտպանել, մի մասն էլ տաքացնում են, այսինքն ստացվում ա դաշտերի մի մասը տաքացվում ա, որպեսզի չփչանա, մի մասն էլ սառեցվում ա, որպեսզի չփչանա։ Շատ հետաքրքիր էր ինձ համար, մի քիչ հայտնագործություն էր, ասեցի կիսվեմ ձեզ հետ, դուք էլ իմանաք։ Ու քանի դեռ մենք գիշերը մուշ-մուշ քնած ենք, այսքան մարդ էս ահռելի աշխատանքը կատարում ա ամբողջ գիշեր, օրեր շարունակ, որ միտքը հասցնի մեզ, մենք էլ գնանք խանութ, ասենք, պա, էս ինչ թանկ ա։ Դե թանկ ա քիչ կերեք էլի, մի հատ երկու հատ բերանտ գցի, բերանտ թացարա, լավ ա էլի, քեզ ով ասում կերկո խլի։